Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ձեր ցուցակցությամբ իմ գործընկերներն են մեր ուղղություն խնդրում երկրորդ հարցը կապված մամուլի մի հրապարակումների մասով կոնկրետ բան կոչումային հետ կապված փաստաբան ծեծել քննչականում, փաստամատ տապալել գիտնին, եղավ հրապարակում, որ կոչումայինի ծեծել են նաև, այսինքն մարդկանց իրավունքները պաշտպանելը դարձել է վտանգավոր։ Հիմա հարցս ի վերջո ինչ է եղել, ով է ծեծել կամ ովքեր պարոն կոչումայինին, եւ երկրորդը ինչ հետևանքներ սպասել այս իրավիճակում հարուցված բաններից։ Երևի թե դուք Ես նախ պարոն Կոչուբաևին ծեծելու վերաբերյալ ես տեղեկատվություն չունեմ, բայց ունեմ տեղեկատվություն ինչը որ բոլորը ունեք, այսինքն ինչը հարամաչելի է, որ միջին ծառայության հանցագործության մեջ մեղադրվող փաստաբանին դատարանից իր մասնագիտական գործունեությունը կատարելու կապակցությամբ դատարանի դահլիճից դուրս գալուց հետո դատարանի դիմացի մայթին մոտ 10 ԱԱԾ աշխատակիցներ դիմակավորված տապալում են գետնին։ Միևնույն ժամանակ մենք տեսել ենք, որ շատ դեպքերում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններով կասկածվող կամ մեղադրվող անձանց շատ նորմալ ցիվիլ կերպով ուղեկցում են, ընդ որում ասածս չի նշանակում, որ երկրորդ կատեգորիայի անձանց նկատմամբ էլ պիտի այդպես վարվեն, հակառակը, երբ անձը որևէ դիմադրություն չի ցուցաբերում եւ չկա որևէ ողջամիտ ենթադրություն, որ գիտությամբ զբաղվող փաստաբանը հրապարակային գործունեությամբ պիտի իր մոտ զենք կամ չգիտեմ ինչ ունենա կամ պիտի վտանգ ներկայացնի իրեն ձերբակալել փորձող անձանց նկատմամբ, բնականաբար դա անտեղին է։ Երկրորդ մասը ունի պատասխանը, տեսեք, ժողովրդավարության ճգնաժամ ապրող երկրներում բռնաճնշումները քաղաքական իշխանությունների կողմից չեն շրջանցում որևէ մասնագիտական համայնքի։ Դա կլինի փաստաբանական համայնք, թե լրագրողական համայնք։ Եվ այստեղ ակնկալել, որ փաստաբանական համայնքը պիտի այս բռնաճնշումների հարցը միայնակ լուծի, ինձ թվում է մի քիչ, այսպես ասեմ, շատ չափազանցված ակնկալիք է կոնկրետ վերցած մեկ համայնքից։ Բայց նաև շարունակելով պարոն Բաբայանի միտքը, եթե օրինակ ես էլ միացած լինեի անժամկետ գործադուլին եւ 3-4 չմասնակցեի իմ գործընկերների հետ պարոն Ռուբեն Մխիթարյանի կալանքի միջնորդության քննարկմանը, մենք ի հայտ չենք բերի այնպիսի ապօրինություններ, որոնց մասին ես այսօր չեմ խոսա, որովհետև նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ, սակայն այդ ապօրինությունները բոլորին ապշեցնելու են, ու ապշեցնելու են նաև միջազգային կառույցներին, բայց դրա մասին պատեհ ժամանակ։ Այսինքն էֆեկտիվությունը գնահատելու գործադուլի ինձ թվում է այս պահին այդքան էլ տեղին չէր։ Համեց։ Երբ կարելի է, ինչպես է ստացվում, որ փաստաբանի տեսության գրավումը ունենում է որոշակի հետևանքներ, այն օրինակ երկրի առաջին դեպքի տեսության գրավումները, որոնք ուղղված են հայրենախառը մասնավորապես վեհապարին, դրանք որևէ հետևանք չեն ունենում, եւ եթե իսկապես Հայաստանը իրավական երկիր լիներ, այդ գրավումները ինչ հետևանքներ կարող էին ունենալ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, այլև նրա թվակիցների։ Տեսեք, հարցադրումը երևի թե ռետորական էր, մեր այսօրվա օրակարգը փաստաբանների իրավունքների պաշտպանությունն է, եւ այդ հարցադրումը դուք ինձ թվում է պետք է դիմեք վարույթ իրականացնող մարմինների եւ նմանատիպ քրեական հետապնդում նախաձեռնության իրավասություն ունեցող մարմինների, որոնք իրենց գնահատականը այս առումով երևի թե պետք է տան, երևի թե այսքան է։ Այո, իրավական պետությունը մտահոգիչ է, իմ անձնական կարծիքը ասեմ, մտահոգիչ է ընտրողական, այսպես ասած, արդարադատությունը, եւ եթե մենք համարժեքություն ենք պահպանում, այո, պետք է բոլոր երևույթների համարժեքությունը տեսնենք։ Անկեղծ ասած, եթե օրինակ գլխավոր դատախազը կամ քննչական կոմիտեի ղեկավարը մեր հետ միասին այստեղ նստած լինեին այս ասուլիսին, ես ձեր հարցի նպատակը կհասկանայի, մենք ինչպես պատասխանենք մի հարցի, որի հասցեատերը մենք չենք։ Ես վերահաստատում եմ պարոն Բաբայանի ասած դիրքորոշումը եւ նաեւ ինչպես տեսնում ենք եւ Տիկին գլխավոր դատախազը եւ քննչական կոմիտեի ղեկավարը այսպես կաշկանդվածություն չունեն մամուլի հետ շփվելու, համենայն դեպս հարցազրույցների հաճախում են, միգուցե դուք հրավիրեք եւ այս հարցադրումները իրենց արեք, ինձ էլ է հետաքրքիր այդ հարցերի պատասխանը։ Իշխանություններից կաշկանդված են, որ որոշակի գործընթաց են եւ այդ բաները իրավական հետևանք ունենան։
Ես կարծում եմ հարցի հասցեատերը մենք չենք։ Պաշտոնը փաստաբանների մեջ երկրի համաձայնություն, որ իրենք օրը մասնակցեն հովանավանքում ունեցող արարողությանը, նաև հաշվառնելով այն, որ երկու կողմերու գուցե իրավապաշտպանական ցուցաբերվի։ Մենք այդպիսի օրակարգ չենք քննարկել։ Պարոն Բաբայան, շարունակելով այն գործընկերոջ նախորդ հարցը, այնուամենայնիվ չեք կարծում, տեսեք դուք էլ ասացիք, գործընկեր պարոն Մորադյանն էլ ասաց, որ իրավական տերոր է, այսինքն փաստաբանը չի կարողանում իրավական գործիքներով հավաքականություն հասնել իրականացնել։ Այնուամենայնիվ չեք կարծում, որ իշխանության այս գործելավոճին հակազդելու միակ միջոցը ընդհանուր կամ որը մեծ մասը պարատիկ գործադուրաներն է եւ ինչ կվերօրինենք, եթե 10-րդ գործադուրանի դատական համակարգում խորացվելուց հետո։ Ես ձեզ ավելի առարկայական կպատասխանեմ այդ հարցին իմ տեսակետը գործադուլի հետ կապված։ Դուք տեսնում եք մեդալի մեկ կողմը եւ ձեր պատկերում սենց ասեմ, այն հնարավոր դատական կոլապսն է, արդարադատության համակարգի կոլապսն է, որը որ տեղի կունենա։ Հիմա ես ձեզ բերեմ մի քանի օրինակ։ Իսկ եթե օրինակ ես պաշտպանում եմ ձեր անձնական շահերը, եւ դա անգամ էլ քրեաիրավական տիրույթում չի, օրինակ գույքի բռնագանձման մի հատ վեճ է, եւ մեր չներկանալ այդ թվում նաեւ իմ չներկանալը դատարանի համար արգելք չէ արդարադատությունը իրականացնելու եւ դատական process-ը շարունակելու եւ իմ չներկանալու պայմաններում օրինակ դուք զրկվում եք ձեր նակության վայրից։ Պատկերացնում եք որքան շահեր ենք մենք շոշափում այսպիսի գործողություններով։ Սա պետք է այս մոտեցումը պետք է երկու կողմներ մենք հաշվի առնենք եւ եթե դուք նկատել եք, երբ որ փաստաբանների պալատը դիմել է այս քալին, դա եղել է խիստ ծայրահեղ իրավիճակում, որտեղ որ հնարավոր չի եղել այլ կերպ որևէ քայլ առաջ գնալ կամ եւ այլն։ Ինչևիցե գործադուլի այս մոտեցումը պետք չէ լինի դա ասենց ասեմ մահակի պես մի ձևաչափ, որը որ անդադ պետք է փաստաբաններ անեն։ Մենք դեռ անելիքներ ունենք, ես չեմ գտնում, որ մենք սպառել ենք մեր անելիքները, ինչպես պարոն Հարությունյանը ճիշտ նշեց։ Արդարադատությունը այսպիսի խոսք կա, ասում են հիվանդանում է, բայց երբեք չի մահանում։ Եվ այս առումով մենք դեռ անելիքներ ունենք եւ կարող ենք իմ կարծիքով իրականացնել գործողություններ եւ իրավունքի պաշտպանությունը ապահովել։ Այսօր այո, Հայաստանի Հանրապետությունում ակտիվ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում եւ կարծում եմ առաջնային տեղը փաստաբանների հենց իրավունքի պաշտպանության ապահովումն է իրենց տեղերում։ Համեցեք։ Պարոն Հարությունյան, մայրացմանը հայտարարություն ադոք հայվոդուք խոսեցիք նաև ոգևորականների բանականությունների մասին, մայրացմանը հայտարարություն տարածել և գործում դիմել է իրավապահներին, որպեսզի վերջիններս հովանավանքում բարձրալուց եղած քահանային հեռացան վայրի և բանային ներկայացան, վերջինս վերջանում է բանայինները տալ, բայց այդ նույն իրավապահ համակարգի ներկայացուցիչները երեք նաև քաղաքացիական համստով հովանավանքում են և պաշտպանում են կարգալույց քահանային, ինչպես նաև գիտեք, որ միջադեպ տեղ ունեցավ նաև լրագրողների միջև քաղաքացիական համակարգի իրավապահները հրել էին և մեր գործընկերների։ Այս մասով փաստաբանական պալատը անելու բան ունի արդյոք թե ոչ, ինչպես է պատկանում եւ տեսեք, Մայրաթորը ունի իրավաբանական թիմ, որը որ արդյունավետ բավականին աշխատում է եւ այս առումով կարծում եմ հարցի հասցեատերերը ուրեմն հենց փաստաբաններն են, որոնք ապահովում են Մայրաթորի իրավական պաշտպանությունը եւ այս առումով փաստաբանների պալատի հարցը մասնավոր, այսպես ասած, կարգավորումներին միջամտելը չէ։ Եթե ինստիտուցիոնալ մակարդակում կլինեն այնպիսի իրավիճակներ, փաստաբանների պալատը բնականաբար կարձագանքի։ Իսկ ձեր վերված օրինակը մասնավոր իրավահարաբերության տիրույթում է եւ կարծում եմ հարցը ճիշտ կլիներ ուղղել Մայրաթորին եւ իրավական ապահովող մեր գործընկերներին։ I'll ask this question in English since we see a stark increase in imprisonments this week. Do you see a political campaign maybe behind this against dissident voices in the lead up of the elections? I think it is obvious. Yes, exactly. You answered your question.
այս բանտարկությունները, որ ունեցել են աշխատանք, կարծում եք քաղաքական քարոզարշավի մասը ու տանումների։ Պարոն Արությունյանը պատասխանեց, բայց կարծում եմ մենք այսօրվա մեր օրակարգը, որը որ մենք քննարկում ենք, այս տիրույթը չի, մենք քննարկում ենք, երևի թե թարգման եք։ Մենք քննարկում ենք այսօր փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցը։ Համեցեք։ Անկեղծ ասած տպավորություն է, որ հիմա այս կալանությունը, որպես խափանանություն կիրառելը, մարդկանց հոսքարատությունը սահմանափակելու համար է նաև այս մասով ինչ խնդիրներ ունեցել խավար երկիրը և պարոն Ռուբեն Մխիթարյանի մասով բացասել աննախադեպ դեպքեր իրանց Հայաստանում, որովհետև մարդը երկու ամսով կալանավորված է մասնագիտական իր աշխատանքը կատարելու համար և որտեղ է բարձրացնելու այս հարցը Ես պատասխանեմ, հետո փոխանցեմ պարոն Հարությունյանին։ Տեսեք, այո, վերջին շրջանում ուրեմն այս քանակով խափանման միջոցների կիրառումը մեզ համար մտահոգիչ է։ Եվ ինչ վերաբերում է Ռուբեն Մխիթարյանի մասով, այո, որ մենք գտնում ենք, որ կալանավորումը դա անհամաչափ միջոց է, որը որ կիրառվել է, հաշվի չի առնվել փաստաբանի կարգավիճակը, եւ այո, այստեղ մենք ունենք լուրջ իրավական խնդիր, որի մասին բարձրաձայնում ենք։ Եվ այսօրվա մեր հանդիպման նպատակներից հենց մեկը դա է, որ փաստաբանը ենթարկվում է, կարելի ասել արդեն իսկ պատասխանատվության, ոչ թե զուտ խափանման միջոցի, որով որ խոչընդոտում է նրա մասնագիտական աշխատանքը։ Եվ ուրեմն այս միջոցը ուրեմն ոչ միայն խոչընդոտում է, այլ նրա մասնագիտական գործունեության կապակցությամբ է կիրառվում։ Սա է մեր մտավախությունը, սա է մտահոգիչ լինելը եւ իրավական պետության եւ ժողովրդավարական պետությանը անհամահունչ գործելավոճ է։